Եվ պարզվեց, որ այդ մեծ ծախսերը անում են անհատ մարդիկ։ Ինչ տարբերություն։ Մի րոպե տարբերությունը, Թող ավելի օգտակար գործի, ուղղություն տալու խնդիրը կա։ Մի վարկյա, մի ընդհատեք։ Գիտեք, այն որ ասում են մի չհայնացրեք էլի։ Հասկացա։ Ես հարցը հասկանում եմ, էլի ինչու եք կրկնում եւ ինչ որ ուզում եք ինչ որ խայթեք։ Ես ահավոր խայթելու բաներ ունեմ, էլի հատկություններ, բայց ինձ զուսպ եմ պահում։ Դեմ որ ասում են մի բուծիցի զվերը։ Հիմա անցյալ օրը 3 երեկոյան ես այդ մանկական լեյկեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ։ 3 մեծ ակցիա եղել եւ դուք տեսնաք անհատներ, այն որ ասում են փողատներ բան։ 2 ժամվա ընթացքում 60 միլիոն փող հավաքվեց այդ հիվանդ երեխաների համար։ Մեր նկարիչները իրանց նկարները, թանկարժեք նկարներ, բերեցին ավելի պակաս գնով եւ իհարկե այդտեղ հենց ինձ մարդ չէր եկել, ունևոր մարդիկ էին եկել։ 2 ժամվա ընթացքում 60 միլիոն փող հավաքվեց հիվանդ երեխաների եւ նվիրիր կյանք կայքը, եթե նայեք, այդ կայք եք ասում դրան, ես այդ կամպյուտերից հեռու եմ, այնտեղ միջել վերջի կոպեկը բոլոր ծախսերը տրվում են։ Հիմա այդ մարդկանց, որոնք իրենց փողն են ծախսում, չես կարող ասես, այ քո փողը ուղի թոշակառուներին, ինքը նայում է երևույթին, ասում է ես այս բանով այսքան կարող եմ մասնակցել, դուք ասում եք թող Ես ինչ բանի վրա ծախսի։ Կարելի է ենթադրել, որ ինքն էլ ասելա թող Վալաշկովան ու Բրեժնևան գա։ Չէ։ Երբ որ գիտեն, որ տոնակատարություն է, ասում են մենք մեր կողմից այս ինչին ենք ուղարկում։ Այ խնդիրը, երբ որ գիտենք, խնդիրը առաջարկն է, երբ որ դուք անեք բարեգործական միջոցառում Կոմիտասի այգին բարեկարգելու համար, դարձյալ կհավաքվեն բարեգործները։ Խնդիրը պետական մոտեցումն է։ Նախ չի կարելի չնկատել այս վերջի տարիներին Կոմիտասի այգու փոփոխությունը։ Այո, Դելֆինարիա կառուցվեց, կանաչ տարածքների համար նոր նախագծեր կան վերացնելու, իհարկե։ Պետք է այդ բոլորը նկատել։ Դելֆինարիան նկատել։ Միայն ուղղել նեգատիվի վրա ուշադրությունը եւ առանցնել այս ծանր կյանքը մամուլի այս միջոցով ավելի ծանրացնել ու լարվածություն ստեղծել։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի լավ կլինի որպես համախոհներ վիճենք, ոչ թե հակադրվելով։ Դրա համար այս վերջերս դուք բոլորդ իմացաք, որ այնտեղ 5 կինոթատրոնը, Հոկտեմբեր թատրոնը դարձավ որոշում կա, դարձավ Կոմիտասի տուն թանգարան, ինստիտուտ թանգարան, որը պիտի եւ շինարարությունը արդեն սկսվել է։ Դա էլ է քննադատում, դա ժամանակ այո, Իմիջայլոց Կոմիտասի թանգարան եղել է Էջմիածնում, ովքեր չգիտեն, կուզեի որ իմանան, եւ կարծեմ վաղվա թերթում, ասք թերթում Մարգարիտ Թախտաջյանի հոդվածը պետք է տպվի, որ ինքը հենց առաջարկում է, որ Էջմիածնում է ճիշտ որ լինի Կոմիտասի թանգարան, որտեղ Կոմիտասի կապը բացի այն, որ Էջմիածնի հետ ավելի է, ճիշտ չէ ամեն ինչ կենտրոնացնել Երևանում, առավել եւս ճիշտ չէ այգու տարածքները օգտագործել, եւ երկրորդ այնտեղ է Երվանդ Քոչարի արձանը, այնտեղ է եղել Կոմիտասի թանգարանը եւ փակվել է եւ երաշտագետները եւ մեր մտավորականները դրա դեմ չեն խոսել, չեն բարձրացրել այդ խնդիրը։ Հիմա ժամանակն է, երբ որ մեր հերոստատեսությունով, մեր հերոստատեսությունը եթերա գնում, որ հերիքա զզվացրիք ձեր Կոմիտասով, ընդամենը վերսիա է Կոմիտասը։ Ով է ասում։ Հա, հերոստատեսությամբ հնարավոր է ամեն ինչ։ Չէ, բայց ես եմ աղմուկ բարձրացել, բոլոր երաշտագետները, մտավորականները ձայն չանեցին, երբ որ դիմում ես, ասում են դե հիմա մաֆիա է, դրանց դեմ ասում են մաֆիան մենք ենք։ Եկեք սենց նայենք հարցին։ Երբ որ Պարարվեստի ուսումնարանը փակվում էր, ես չեմ թաքցնում եւ պորոտախոսություն չլի։ Ես մենակ հաղթեցի ու թույլ չտվեցի, որ այդ ուսումնարանը փակվի եւ այլ բնույթ կրի։ Բայց ես չեմ ասում սրա մասին գրեք, բայց դուք չեք կոլեկտիվը մեջքից կանգնեք եւ միասին հաղթեցինք, չնայած այն ժամանակվա նախարարը հակառակ բաներ որոշել։ Լավ, ես ուզում եմ ասեմ, որ եթե մենք ամեն մեկս մեր արածը այսօր ձեզ հրամցնենք, եթե դուք հետաքրքրվեք, մենք ֆանտաստիկ ցուցահանդեսներ ենք բացում, չեք գալի դուք։ Ֆանտաստիկ արվեստագետների, մենք մանկական կենտրոնում հիմա համահայկական 3-րդ մրցույթ փառատոնն անցնում,
1600 աշխատանք ենք ստացել բոլոր Սփյուռքի օջախներից, ընտրություն ենք կատարել, հետո պիտի կատալոգ տպենք, չեք գալի, դարձես չի այդ արդյունք, դուք ընտրում եք անպայման մի նեգատիվ բան, նեգատիվներ տպեք, բայց լավ բաներ տպեք։ Արձաններն են գտել ու նեգատիվ չի, դրա մասին։ Չէ, ասեմ ձեզ, այդ արձանների վերաբերյալ մի բան էլ ասեմ, ես նրանք արվեստի գործ չեմ հավարում, բայց այդ սովորությունը կոտրել, աղբաման կոտրել, չոր գործ արած կոտրել, այ դա չեմ ընդունում, չի կարելի, ձայն հանեք, քննադատեք, բայց կոտրելը, այդ սովորությունը, ոչնչացնելու սովորությունը, ինչ-որ մի բանի, Դե եթե այգիները կարելի է ոչնչացնել, դա արդեն օրինակ է երիտասարդությանը, որ կարելի է նաև։ Կամ եք հիմա դիմում, ոնց որ այդ այգիներից մեկը ես եմ ոչնչացել։ Չէ, ես ձեզ որպես ներկայացուցիչ։ Հիմա ես ձեզ ուրիշ բան ասեմ, թուրքերն են անում այդ բանը, հայերն են անում, չէ՞։ Որևէ գերմանացու մտքով կանցնի, որ դիմի քաղաքապետարան, այսինչ օբյեկտ կառուցելու համար մայթի տերիտորիայում։ Ոչ մի գերմանացու մտքով այդպես բան չի անցնի։ Իսկ դուք գիտեք ինչքան հայտեր կան քաղաքապետարանում, ծով հայտեր, որոնք ընդունելի չեն։ Եվ երբեմն հավաքվում ենք, չասեմ հիմա ով ասեց, էս չի մեր ժողովուրդը։ Հələ տեսեք ինչ դիմումներով են ներկայանում։ Ինչ մայթի հաշվի, որ այսինչ տեղը, գրում են, այսինչ տեղը մայթը շատ լայն է, ես համարում եմ, որ շատ է մայթի համար, թույլ տվեք, ես ինչ օբյեկտը դնեք, ով է, ինքը հայ է, չէ։ Իսկ ով է թույլ տալիս։ Ես ասում եմ ծով է այնտեղ։ Բայց ով է թույլ տալիս։ Հետո արդեն։ Եթե լինում է նախագիծ, դա շարունակվում է։ Եթե հենց սկզբից թույլ չտա, դուք չեք նկատում այդ պակասալը, դրա պակասելը, որտեղ դուք հոսքը չեք իմանում, դուք հոսքի չափը չգիտեք եւ չեք պատկերացնում ինչքան դա պակաս է։ Այդ դեպի լավը գնացող պրոցեսները չեք ուզում նկատել։ Ես ուզում էի նկատել, միջև այդ Օղակաձև զբոսայգու նորից է չեղը տեսա։ Ուրեմն չի Ինչ բանն եք խնդրեմ։ Տիկին Հակոբյան, բայց հասկանալի է, որ իհարկե ծախսերը շրջապատի վերացան։ Ինչ չլսեցիներից։ Արձանները դրվել են, որն է պատճառը, ոչ չասում են անընդհատ այդ արձանները չեն կարողանում, այսինքն ես գտնում եմ, որ քանդել, ջարդել, պարզել չի կարելի, բայց նախքան դնելը պետք է հետևանքների մասին նաև մտածեն։ Դա մի երևույթ է, որ վաղուց արդեն անգամ Ամերիկայում անցել է եւ բոլորովին մեր միջավայրի հետ ներդաշնակ չէ։ Բոլորովին ներդաշնակ չէ։ Պարզապես դրա քաղաքակիրթ եղանակը դրա դեմ պայքարելու այն էր, որ մենք բողոքեին, դա հանեին եւ ոչ թե քանդեին, ջարդեին, բնական է։ Իսկ այն, որ դա Երևանի միջավայրի հետ չէր միաձուլվում, պարզ է։ Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ մենք կայացած հասարակություն չունենք։ Եվ դուք, որպես մամուլի ներկայացուցիչներ, ինչ-որ ասում են ժուրնալիստները քեզ սիրում են, ես էլ իրաց կպչում եմ։ Դուք այդ տրամադրությունը չեք, մթնոլորտը չեք ստեղծում։ Ժուրնալիստները սիրում են հումորը։ Մենակ հումոր ունի, լավ։ Շնորհակալություն։